Դեր Հիսուս Քրիստոսյանով ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, թող Աստծո օրհնությունը ձեր վրա հանգչի, մինչ այս երեկո դարձյալ Աստծո խոսքը կսերդենք առաջին Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխեն, ուրեմն 5-րդ համարեն կշարունակենք, Աստծո սրտանց փառք կտանք, որ Աստված մեզի այսպեսի արիտներ կշնորհե, բահմը դուրսի աշխարհը կմորնանք եւ իր խոսքին վրա կգետրոնանանք, որովհետև կուզենք մեր հոգիները սնուցանել, այո, մարդը միայն հացով չաբրիր, հաբա Աստծո խոսքով, որում մեծ զորություն կա, կյանք կա։ Տեր Հիսուսը ասավ, իմ խոսքերս հոգի եւ կյանք են։ Ճիշտ ադոր համար մենք Աստծո խոսքը կսերդենք, կգարտանք, որբեսի մեր հոգիներու մեջ կյանք կա, անոնք հոգի լան, մեզ զորացնելու եւ աստվածային իմաստությամբ առաջնորդելու։ Ուրեմն 5-րդ համարը գարտանք գսե ասոր համար ես ալ չգրնալով ավելի համբերել մարդ ղրգեցի ծեր հավատքը գիտնալու, որ չլա թե փորձողը ցեզ փորձածը լա եւ մեր աշխատությունը բարապ լա։ Այս ուղղությամբ քիչ խոսեցանք անցյալ ուրբաթ Պողոս Արաքյալ մտահոգված էր, արդարացի պատճառներ ուներ մտահոգվելու, որտև իր ծառայության ընթացքին շատ տեսած էր, լսած էր, ծանոթ անձեր է, որ շատեր սկսան խանդավառ էին հավատքի մեջ, Քրիստոսի հետ կգալեին, բայց ետքը նավագործություն գրեցին։ Ուրեմն այս մտահոգությունը ունենալով Արաքյալ իր նամակներու մեջ բազմիցս գսկուշացնե եւ գբադվիրե հավատքի մեջ հաստատվելու։ Արաքյալը չեր հավատար գարկմը այսօրվա հավատացյալներուն հավատացածը, որոնք գսեն, եթե շնորհքի ուրգանի մեջ մեմը բռնվիս, ալ դուրս չես կրնար ելնել, նույնիսկ եթե թուն ուզես դուրս ելնել։ Ուստի վաղ չկա, մտահոգվելու պետք չկա, ուզես չուզես հավատքի մեջ պիտի հաստատվիս։ Այնպես որ այս ուսուցումը հագասուրբ քրային է եւ մի քանի համարներ ցեզի պիտի գարտամ հաստատելու համար, թե հավատացյալը եւ Պողոս Արաքյալ մտահոգվելու իրավունք ունի եւ ամբողջ Սուրբ Գիրքը բադվերներով լեցուն է, քրիստոնեության մեջ ինքն իրեն օտոմատիկ ըսված բանը գոյություն չունի։ Ուրեմն լեցուն բադվերներ գուտա Արաքյալը մեզի։ Գարտամ անոնցմե մի քանին։ Առաջին Կորինթացիս 16:13-ը այսպես կսե. Արթուն գեցեք, հավատքի մեջ հաստատ գեցեք, ժիր եղեք, զորացեք, ձեր ամեն բաները սիրով ըլլան։ Եթե օտոմատիկ ըլլար, որ հաստատ պիտի մնաս, քանի որ շնորհքով փրկված ես, վաղ չկա, մտահոգվելու հարց չկա, Արաքյալը այս բադվերը չերսեր։ Նույնպես երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխեն համարը պիտի գարտամ, երկրորդ Կորինթացիս 13-11-րդ համարը գսե Արաքյալը, վերջապես եղբայրներ ողջ եղեք, հաստատ գեցեք, մխիթարվեցեք, միապան եղեք, խաղաղություն ըրեք եւ սիրո ու խաղաղության Աստվածը ցեզի հետ պիտի լա։ Կտեսնեք հոսալ գսե, հաստատ գեցեք, ժիր եղեք։ Երկրորդ Թեսաղոնիկեցոց երկրորդ գլուխի մեջալ համար մգա, որ գսե Արաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:14 գսե. Ուստի եղբայրներ, հաստատ գեցեք ու բինտ բռնեցեք։ Կտեսնեք, հաստատ գեցեք գսե, բադվեր գա։ Արաքյալը մտահոգված էր, բինտ բռնեցեք, այն ավանդությունները, որոնք սորվեցաք թե խոսքով ու թե մեր թուղթով։ Դարձյալ Հակոբոս Արաքյալ եւս
գխոսի բատվեր գուդա ըսելով իր նամակին 5-րդ գլուխին 8-րդ համարի մեջ գսե դուք ալ համբերություն ըրեք սիրդերնիդ հաստատ բռնեցեք վասնզի դերոջը քալուստը մոդ է Հակոբոս արաքյալ ևս գմդահոգվեր հավատացյալներով անորամար գբատվիրե որ անոնք հաստատ մնան իսկ մեր սերդած թուղթին առաջին Թեսաղոնիկեցվոց 5-րդ գլուխը որ գսե 5-րդ գլուխ 5-6 վասնզի դուք ամենդ լուսո որդիներ եք ու ծորեգվան որդիները չեք քիշերբանին չեք խավարինը չեք ուրեմն չքնանաք ինչպես ուրիշները հաբարտուն ուսկաստ ըլլանք ուրիշները ով գքնանա հոգևոր քունի մասին գխոսի հոգևոր քունի մասին գխոսի Բողոսարակյալ անաբաշխարներուն համար չսեր ինչպես ուրիշները գքնանան անոնք քնացած չեն անոնք մեղքերու եւ հանցանքներու մեջ մերած են ուրեմն արթուն գեցողը գքնանա եւ անորամար այս բադվերը գուտա Դեր Հիսուս եւս արագներով շեշտեց այս ճշմարտությունը եթե գարտանք Մարգոսի 10-րդ գլուխին մեջ վերջավորության գսե Զգուշ գեցեք արթուն մնացեք եւ աղոթք ըրեք վասնզի չեք գիտեր ադենը երբ է ինչպես օդար երգիր կացող մարդ մի իր դունը գթողու ու իր ծառաներուն իշխանություն գուտա եւ ամեն մեկուն իր կորձը ու թռնաբանին գաբսբրե որ արթուն գենա ուրեմն արթուն գեցեք խոսքը թրացիներուն ճուղեր իր աշակերտներուն գուղե արթուն գեցեք վասնզի չեք գիտեր թե երբ գուքա դանդերը իր գունը թե քիշերին թե հավախոսին եւ թե արդվանց չլա որ հանգարձակի քա ու ցեզ քունի մեջ գտնե եւ ինչ որ գսեմ ցեզի ամենուն գսեմ արթուն գեցեք չլա թե փորձողը ցեզ փորձած ըլլա խոսքերը որ գարտացինք հոս Ասոր համար եսալ չգրտնալով ավելի համբերել մարդ ղրգեցի ծեր հավատքը գիտնալու որ չլա թե փորձողը ցեզ փորձած ըլլա Ուրեմն այս խոսքերը աբացույց են արաքյալին մտահոգությունը հաստատելու Հետևաբար սխալ է այն ուսուցումը եւ հագասուրբ քրային որոնք գսեն եթե մեմը փրկվիս ալ վախ չգա ամեն բան պիտի դերը գարկատրե հետևաբար Սուրբ Քիրքին նոր գդագարանին 60 առ 100-ը որոնք բադվերներով լեցուն են պետք է բահարանի մեջ տնենք եւ կարեւորություն չտանք միշտեր պետք է լավ լսենք զգաստ լանք արթուն լանք Սատանան գփորձե հավատացյալներուն վրա հալածանք խրգելով եւ գամ մոլար վարդապետներու միջոցով հագասուրբ քրային ուսուցումներ ներմուծելով անոնց մտքերուն մեջ Անքութը մեզ ալ գփորձե ամեն օր ուստի զգաստ ըլլալու ենք ու հավատքի մեջ հաստատուն շարունակելով իր խոսք արաքյալը գսե եւ մեր աշխատությունը բարապ ըլլա Ոչ թե հավատացյալի մատուցած ծառայությունը անօգուտ է երբ ան փոլորանվեր գծարայե աստուծո այս ըմբռնումը ողջամիտ վարդապետությունը դուրս է Նոյ դասնյակ դարիներ կարոզեց որ մարդիկ աստծո դառնան եւ անգոչվեցավ արդարության քարոզիչը ասոր այդ մեկտեղ մեկ անցկը նույնիսկ աստուծո բատկամին հավատալու եւ մեղքեն հրաժարելու դրամատրությունը չունեցավ Արաքյալի միտքը այն է որ ոչ թե միայն հավատալ պետք է այլ նաեւ հավատքի մեջ հաստատվել ինչպես որ հավատալը անհրաժեշտ է փրկության համար նույնպես հավատքի մեջ աճիլ ու հաստատվելը անհրաժեշտ է չմոլորելու եւ չքնանալու համար այս է զոր Բողոս արաքյալ գշեշտե իր բոլոր նամակներուն մեջ
6-րդ համարն ալ գարտանք գսե բայց հիմա երբ Տիմոթեոս ցեզմե մեզի եկավ ու ծեր հավատքին եւ սիրույն ավետիսը մեզի տվավ որ ժամանակ մեր բարի հիշադակը միտքերնիդ ունինք եւ գփափակիկ մեզ դեսնել ինչպես մենգալ ցեզ լուրերը որ ըստացավ արաքյալը ավետիսեր գսե եւ սիրույն ավետիսը մեզի տվավ Այս բարը գործած է երբ փարավոր եւ անբացատրելի ուրախ լուր մգուզեին փոխանցել Քրիստոսի ծնունդը ու անոր ավետարանը ավետիսին ինչպեսի ավետիս մներ զոր արաքյալի սիրտը ուրախացուց ուրախ լուրը այն էր որ անոնք հավատքի եւ սիրո մեջ հաստատ էին նեղություններ չէին գրծած դգարացնել անոնց հավատքը ու խլել իրենց սիրտին այն սերը զոր ունեին Քրիստոսյան չգրցան Քրիստոնեական կյանքի մեջ միշտ հավատքը եւ սերը միասին գտնան այս երկուքը իրար մե չեն կրնար անչադել Գողոսացիս 1:4 գսե Լսելով ծեր հավատքը զոր Քրիստոս Հիսուսի վրա եւ այն սերը զոր բոլոր սուրբերուն վրա ունիք Ան որ ճշմարիտ հավատք ունի նաեւ ճշմարիտ սեր Արաքյալին խոսքերու մեջ կնշմարենք թե ինչպես Սուրբ Հոգին երկու կողմերու մեջ կգործեր Բողոս գաղութեր ու գփափակեր զանոնք տեսնել Թեսաղոնիկեի հավատացյալներն ալ Բողոսին համար գաղութեն եւ գփափակեին զինք տեսնել Արաքյալը գսե գփափակիկ մեզ տեսնել Ինչ երանելի վիճակ որ երրորդությունը գփարավոր է Այսօր նույն հարանմանության պատկանող եւ նույն եկեղեցին հաջախող հավատացյալներ անիմաստ պատճառներով չեն ուզեր զիրար տեսնել ու բարևել Երանի միայն այսօր անոնք զիրար կփափասեն ու զիրար գադեն Ինչ ցավալի վիճակ որում մատնված են եւ Աստուծո անունը արադավորելու պատճառ գդառնան ու իրենց շուրջիներուն քայթաղության Աստված ողորմի այդպեսիներուն Նկատեցեք որ Թեսաղոնիկեի հավատացյալները իրենց հավատքին համար նեղություններ կգրեին աննպաստ պայմաններու մեջ եւ սակայն անոնք սիրով լեցուն զասված կպատվեին ու անոր փառքին համար գաբրեին իսկ այսօրվանները արադության եւ նյութական լավ պայմաններու մեջ են հավատքի կողմանը առանց նեղություններ գրելու եւ սակայն երևույթը այն է որ անոնք իրենց եսին համար գաբրին փոքր բանեմը գսրտողին գներվին եւ վրեժ Աստծուց մեկարնեն ասկայնով բավարարվինք դերը որ մենք ալ մեր հավատքը եւ սերը ամեն կողմ սփրենք մեզ դեսնողը Քրիստոս դեսնե եւ այսպեսով մեր կյանքը ըլլա կյանքը որ Աստուծո անունը գպատվե գմեծարե Աստված ցեզ օրհնե եւ իր շնորհքի մեջ պահե եթե դերը գամի քալ ուրփատ պիտի շարունակենք 7-րդ համարեն